Շնորհակալություն, պարոն Փաշինյան, այնուամենայնիվ ես կուզենայի, որ դուք անդրադառնայիք Սուրբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, ինչ է կատարվել, որովհետև փաստաբանը հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, որ ձեր անվտանգության աշխատակիցը հարվածում է 18-ամյա երիտասարդին։ Վստահաբար տեսել եք այն արձագանքները հասարակական, որոնք տեղի են ունեցել այդ օրերին եւ դրանից հետո տեղի ունեցող զարգացումներին, ինչպիսին է ձեր անմիջական արձագանքը տեղի ունեցածին, եւ եթե ես կրկնեմ, որ չեմ արտարացնում որևէ տեսակի բռնություն, բայց եթե 18-ամյա երիտասարդը կալանավորված է, ինչու նրան հարվածած ՊՊՑ աշխատակիցը, այս դեպքում ձեր անվտանգության աշխատողը կալանավորված չի։ Հարգելի գործընկերներ, դուք շատ տարօրինակ հարց եք տալիս։ Ես նախ չեմ տեսել ինչա տեղ ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ որ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել, այսինքն ձեզ համար պետական պահպանության ծառայության աշխատողը ինչ է ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ։ Պետական պահպանության ծառայության աշխատողը նրա համար է, որ երբ որ կա իրավիճակ ուժ գործադրի, ինքը բոլոր լիազորությունները ունի։ Իրավիճակը սրվի, անհրաժեշտության պարագայում կարող զենք գործադրի։ Դա ձեզ համար նորություն է, բայց հետո երբ որ այդ աշխատանքը չանի, այդ պետական պահպանության ծառայողի աշխատողի դեմ է քրեական գործ հարուցվելու, ինքը կարող հայտնվի բանտում իր ծառայական պարտականությունները չկատարելու համար։ Եվ երբ որ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեջ չունի, որ ինքը 18 տարեկան է կամ առողջական խնդիրներ ունի կամ չգիտեմ այլ կարգի խնդիրներ ունի, եւ ծառայությունը պետք է իրականացնի իր գործառույթները։ Եթե այդպես չլինի, այդ ծառայությունը անիմաստ կլինի, եւ երկրորդը ես չեմ հանդուրժի, որ Հայաստանի Հանրապետության որևէ ծառայություն իր պարտքը, իր ծառայությունը չկատարի։ Բացառված բան է, կլինի ոստիկանություն, կլինի պետական պահպանության ծառայություն, կլինի բանակ, կլինի ազգային անվտանգության ծառայություն։ Բայց ինչ պետք է անել։ Այսինքն պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելու։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Այսինքն ես ինչքան հասկանում եմ, այնց է հարվածել, որ տենց նույնիսկ մարմնական վնասվածքներ բան չեն ստացել։ Բայց ինքը լիազորություն կարող էր ցանկացած մարմնական վնասված ստանալ։ Բայց իր ծառայության իմաստն է, որ երբ որ կա հարցակում կամ հարցակման վտանգ, ինքը գործի։ Եվ ինքը պետք է դա իմ աշխատանքը չի գնահատել, պետական պահպանության ծառայության աշխատանքը, դա ընդհանրապես իմ աշխատանքը չի գնահատել հարցակումը, հարցակում չի, պետքա գործել, պետքա չգործել, պետքա կրակել, պետքա չկրակել, պետքա վնասազերծել, պետքա դա իմ աշխատանքը չի։ Այդ ամբողջ ծառայության իմաստը եւ նպատակը եւ բովանդակությունը իրադրությունը գնահատել եւ իսկ իրադրություն գործելն է։ Հաջորդ հարցը շնորհակալություն։ Պարոն վարչապետ, Ռուսաստանը երեկվանից բենզինի արտահանման սահմանափակում է մտցրել, սա սպառնում է մեզ Հայաստանը։ Կներեք, կուկուն որ որոշել էր, ասվել էր բարև ռոպ ու անցել էր մարդիկ։ Հետո տարել են զուգարանում սպանել են, տարբերություն չեք տեսնում, հա։ Հարցս նորից կրկնեմ, Ռուսաստանը երեկվանից սահմանափակում է մտցրել բենզինի արտահանման մասով, սա Հայաստանին սպառնում է, չէ՞ որ մենք նաև ԵԱՏՄ անդամ ենք, եւ եթե այո, գների բարձրացում կամ մատակարարման խնդիրներ լինելու են։ Եվ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, երեք Մոսկվայում քննարկում եղել է հայկական երկաթուղու կոնսերցիոն կառավարման մասով եւ ինչ մանրամասներ կհայտնեք։ Շնորհակալություն։ Գիտեք, նավթամթերքի շուկայում տեսնում եք ինչա կատարվում եւ Հայաստանն էլ գլոբալ նավթամթերքի շուկայի մասը լավ լուրն է, որ մենք վերջին ամիսների ընթացքում ըստ էության վերացրել ենք մենաշնորհները, որոնք լրացուցիչ գնագոյացում էին առաջացնում Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այլընտրանքային շուկաներ ենք ներմուծման ստացել եւ կարծում եմ, որ շատ թեքիչ Հայաստանի
շուկան պատրաստ է այդ իրադարձությանը։ Ինչ վերաբերվում է երկաթուղու հետ կապված, այո, մանրամասն քննարկվել է եւ մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները եւ տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները եւ տեսակետները եւ պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետեւյալն է. մեր խնդիրը ընդհանրապես ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալը ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև ընդհակառակը մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները եւ որևէ կերպ նախկինում հենց այս ամբիոնից ասելու հնարավորություն ունեցել են։ Չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին, բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելությունները օգտագործելու հնարավորություն չի տալիս եւ մենք իրար հետ պետք է մտածենք ինչ լուծում ենք գտնել։ Ես գիտեք կոնկրետ այդ որոշումից անկեղծ ասած շատ մանրամասն տեղյակ չեմ, դրա համար շատ չեմ մեկնաբանի, որպեսզի սխալ ելակետի վրա հիմնված եզրակացություն չանեմ։ Շնորհակալություն։ Ամեն դեպս այս պայդրությամբ ինչ չի զեկուցվել, որ այդ ձեր ասած մասով մենք ինչ որ խնդիր ունենք։ Պարոն Փաշինյան, վերջին շրջանում ձեր հրապարակած տեսանյութերում դուք Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անվանում եք օլիգարխ։ Սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո, որի ժամանակ իդեպ Գագիկ Ծառուկյանը աջակցել է ձեզ, դուք Գագիկ Ծառուկյանին օլիգարխ չէիք համարում, այլ նշում էիք, որ նա խոշոր սեփականատեր է։ Ավելին պնդում էիք, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Հիմա եթե ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանը միանա ոչ թե ընդդիմադիր ուժերին, այլ քաղաքացիական պայմանագրին, նորից կդառնա խոշոր սեփականատեր, ինչպես 2018-ից հետո էր։ Շնորհակալություն։ Ես այդ հարցին այս ֆորմատով պատասխանել եմ։ Մենք խոսում ենք Ռուսաստանաբնակ եւ Բելարուսամետ օլիգարխների մասին, ոչ թե Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխ չկա։ Բելարուսամետ ասում եմ, եւ Բելարուսիայում օրինակ օլիգարխ է ինքը, մյուսն էլ Ռուսաստանում է օլիգարխ։ Ինչ իսկ Հայաստանում չկա, իհարկե չկա։ Հաջորդ հարցը Ֆիրուզ։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայել, Իրան պատերազմի հակամարտության ընթացքը, նաև աշխարհաքաղաքական վերջին վերադասավորումները ու մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը ինչ ազդեցություն կարող են ունենալ թրիփի ծրագրի իրականացման վրա, ինչ զարգացումների պետք է սպասենք։ Այնտեղ իրադրությունները դեռ զարգանում են, եւ մենք հույս ունենք, որ րոպե առաջ, օր առաջ խաղաղություն կհաստատվի եւ մենք շահագրգռված ենք րոպե առաջ, օր առաջ թրիփ ծրագիրը կյանքի կոչելը։ Պարոն վարչապետ, խոսեցիք երկաթուղու մասին, ասացիք մանրամասն քննարկվել է, դուք այո նախկինում էլ ասել եք, որ ինչ որ սուր խոսակցությունների այդ առումով ռուսական կողմի հետ չեք նախատեսում ունենալ, հիմա երբ որ ասում եք ինչ որ լուծում այդուհանդերձ փորձելու եք գտնել, այդ լուծումը կարող է լինել ամեն դեպքում պայմանագրի խզումը միակողմանի, այսինքն եթե ինչ որ պահի արձանագրեք, որ չի ստացվում այդ համաձայնությունը, Հայաստանը հնարավոր է խզի պայմանագիրը միակողմանի, այսինքն այս սցենարը դիտարկում եք եւ բանակցություններից հետո եղավ Օվերչուկի հայտարարությունները երկաթուղու մասով, ըստ էության քննարկումները շարունակում եք, թե երեք այդ մասով համաձայնության չհասակ, տապալվեց բանակցությունները։ Ոչ մի բան չի տապալվել, մենք շարունակում ենք քննարկումները, ինչ վերաբերում է պայմանագրի խզման, այդ լծակը Հայաստանի Հանրապետությունը ունի, բայց մենք չենք պլանավորում եւ չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով։ Այդ դեպքում ուրիշ ինչ լուծում եք տեսնում։ Ասեցի քննարկումների արդյունքում լուծումը։ Իրենց անհամաձայնությունների ստայգած համար իրենց հիմնավորումները հասկանալի է, ինչու չեն համաձայնվում։ Քանի դեռ քննարկումները շարունակվում են, ես համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չեմ տեսնում։
Նախ լրագրողների հետ հարաբերությունները գնալով